Ականջակալ օգտագործելը շատ հարմարավետ է, չարաշահելը վնասակար, կարող է ծանրալսություն առաջացնել։ Բժիշկը միջազգային փորձն է ներկայացնում, զգուշացնում, օրվա մեջ 3 ժամից ավելի ականջակալ օգտագործել չի կարելի։ Մենք պետք է օգտագործենք 60-60-ի կանոն, այսինքն ձայնի բարձրություն չպետք է լինի 60 դեցիբելից ավել եւ ցանկալի է միաժամանակյա օգտագործումը չլինի 60 րոպեից ավել, որովհետև դրանից բարձրը արդեն բերում է լսողական նյարդաթելերի վնասման եւ լսողության անկման։ Նույնիսկ կարող է լսողությունը այնքան իջնել, որ մարդիկ ստիպված լինեն կրել լսողական սարքեր նորմալ լսելու համար։ Կարևոր է նաև, թե ինչ ականջակալ ես օգտագործում։ Այն պետք է լինի արտաքին լսողական անցուղուն համապատասխան, հակառակ դեպքում կարող է վնասել մաշկը, դառնալով բորբոքման պատճառ։ Հաճախ ծնողները երեխաներին բերում են մեր մոտ հետազոտման, ասելով, որ վերջին ժամանակներում նկատել են, որ ունեն լսողության իջեցում։ Երբ որ մենք մանրամասն հարցուփորձ են կատարում, անամնեզը հավաքում ենք, հասկանում ենք, որ երեխաները չարաշահել են ականջակալների օգտագործումը, որի արդյունքում արդեն ունեն ցավոք սրտի անդառնալի հետևանքներ եւ նրանց լսողական նյարդի վնասում կա, որը բերել է ծանրալսության առաջացման։ Բժշկի հորդորն է ականջակալ օգտագործելիս առնվազն 60 րոպե հետո հանել այն, որոշակի դադարից հետո միայն նորից կրել, իհարկե չգերազանցելով 3 ժամը։ Ես կես ժամից ավել չեմ օգտագործում, հանում եմ, էլի դնում։ Բացարձակ չեմ օգտագործում նման բաներ։ Ականջակալներ օգտագործում եմ ավտոբուսի սպասելիս, երբ ճանապարհ եմ գնում, տեղափոխվում մի վայրից մյուսը։ Օրվա մեջ առավելագույնը 1-ից 2 ժամ եմ օգտագործում։ Չեմ օգտագործել երբեք, բայց մտքիս կա, որ առնեմ, որովհետև նստած ժամանակ, որ սերիալ բան եմ նայում, դե մի քիչ բարձր եմ, չէ՞ անում, որ լսեմ կողքից նստողն էլ, հենց քիփ-քիփ նստած ենք, նրանք էլ են լսում, նրան էլ եմ խանգարում։ Եվս մեկ խորհուրդ, ականջակալը մի օգտագործեք բարձր ձայնով, դա եւս կարող է նպաստել լսողության վատացմանը, եւ վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է ականջակալները հաճախ մաքրել ախտահանիչ լուծույթներով։ Նարայ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։